Պարոն Մանուկյան, օրենքը մեզ թույլ չի տալիս կողմնակի եկամուտ ունենալ, այլ բան մտածեք, որովհետև հստակ սահմանված է թե պատգամավորը ինչպիսի այլ եկամուտ կարող է ունենալ։ Պարոն Մանուկյան, պարոն Մեսրոպ Մանուկյան, ձեզ հայտարարվում է նախազգուշոց։ Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ եւ մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, քննարկում ենք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի հանձնաժողովի նախագահի հարցը, մեր տեխնացուին բնականաբար սատարում են, պարոն Գաբրիելյանը մեծ աշխատանք է կատարել իր տեղակալ Թաքուի Ղազարյանի հետ, հանձնաժողովի բոլոր անդամները, կառավարության ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարար Տիկին Անդրեասյանը եւ ես ուզում եմ խոսել մի ոլորտի մասին, որից թերևս քիչ խոսեցինք դպրոցների բուհական կրթության մասին, բայց ինձ համար ոչ պակաս կարևոր է այն, ինչ մենք խոստացել ենք մեր նախընտրական ծրագրով, դա մսուր մանկապարտեզների կառուցումը համայնքներում, եւ որ մենք խոսում ենք մսուր մանկապարտեզների մասին, առաջին հերթին մենք ոչ միայն երեխաների կրթության հարցն ենք լուծում, այլ առաջնայինը նաեւ աշխատող մայրերի, աշխատող երիտասարդ մայրերի, որովհետեւ Քարոզարշավի ժամանակ, երբ որ մենք այցելում էինք տարբեր համայնքներ, երիտասարդ մայրերը խոսում էին այս մասին, որ երեխա ունենալուց հետո դժվար են վերադառնում իրենց աշխատավայր, որովհետև պետությունը տարիներ շարունակ իրենց համար ենթակառուցվածքներ չի տրամադրել, եւ իրականում, երբ որ մենք խոսում ենք կրթության ոլորտի մասին եւ ռեֆորմների, դրանք երբեք չեն սահմանափակվում բացառապես կրթական ոլորտով, դրանք սոցիալական ոլորտն են իրենց մեջ ներառում, ուրեմն տկեն ոլորտն են ներառում եւ շատ կարեւոր է։ Եվ որ մենք խոսում ենք մանկապարտեզների կառուցման մասին, այստեղ նկատենք կանանց, որովհետեւ մեր բնակչության 52%-ը կանայք են։ Բու հավարտածների 64%-ը կրկին կանայք են։ Եթե մենք նաեւ բացվածքն ենք նայում բու հավարտածների, ապա բարձրագույն գնահատականներ ստացած կրկին կանայք են եւ միշտ ինձ մոտ հարց է առաջանում, իսկ ուր են այդ կանայք, որովհետեւ երբ որ մենք նայում ենք տարբեր ոլորտներ, նկատում ենք, որ հատկապես որոշում կայացնող մարմիններում տղամարդիկ են։ Իսկ այդ կանայք շատ հաճախ տանն են, որովհետեւ մենք կանանցից պահանջում ենք, որպեսզի 30 թվականին լինի բնակչությունը շատ ավելի մեծ, շատ հաճախ մենք կանանցից պահանջում ենք քաղաքական ակտիվություն, խրախուսելով իրենց կուսակցություններ, գրավածությունը։ Շատ հաճախ մենք կանանց վրա դնում ենք նաև տնտեսության զարգացման բեռը, սակայն երբեք չենք նկատում, որ պետությունը իրենց համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ չի կառուցել։ Եվ դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք մեր ծրագրին, մեր խոստմանը համարժեք կառուցենք մսուր մանկապարտեզներ, կառուցենք մանկապարտեզներ, որովհետև միայն մայրաքաղաքում, պարոն Մանուկյանի ձանից լավ գիտեք, որ գրեթե 10,000 երեխա սպասում են իրենց հերթին։ 15,000 երեխա, սա շատ վատ է, սպասում են եւ այդ մանկապարտեզները ցավոք օտարվել են շատ վաղուց, մենք կառուցում ենք այդ մանկապարտեզները, բայց շատ կարևոր է, որպեսզի այս հարցը, այս ոլորտային քննարկման ժամանակ շեշտադրվի։ Պարոն Խաչատրյան, ձեզ նայեցի, հիշեցի, որ գիտության ոլորտից ուզում էի ասեի, բայց սա հետո կթողնենք, երևի Տարոն Մարգարյան ձեզ պետք է իսկապես շնորհակալ լինի իր ուրեմն կոչման, գիտական կոչման համար, բայց պարոն Խաչատրյան, դուք 2 օր առաջ այս ամբիոնից մի ելույթ եք ունեցել, ես տեղից անհարգալից արձագանքեցի ձեզ, կարծում եմ, որ սա է այն վայրը, որտեղից պետք է արձագանքեմ, խոսեցիք մեր նախարար Դավիթ Ղուդատյանի մասին, Տիկին Մանավազյանի մասին, այո, դուք ճիշտ եք, ձեր օրոք ընդդիմությունը հնարավորություն չի ունեցել շատ համայնքներում առհասարակ տեխնացու ունենալ, հաղթել ընտրություններում, պարոն Սարգսյանն առաջին ընդդիմադիր տեխնացուներից էր, ով թիմ ընտրություններում հաղթեց, մեր օրոք օրինակ 47% թիմերում հաղթել է ընդդիմադիրները եւ սա լավ ժողովրդավարության նշան է։ Այն որ դուք ասում եք պարոն Ղուդատյանը կարծեմ 700 ձայն էր տարել, ուզում հիշեցնել, որ երբ որ Արմավիրի ընտրություններում պարոն Ղուդատյանը տեխնացու էր, ընդդիմադիր դաշտում որևէ մեկը, այսպես մի քիչ տգեղ ձևով ասեմ, ռիսկ չէր արել իրեն հակընդդեմ իր տեխնացությունը դներ։ Այո, սա մեծագույն ձեռքբերում է, որ մեր օրոք Տիմերում հաղթում են ընդդիմադիրները եւ սա վատ է խոսում ձեր մասին, որ ձեր օրոք առհասարակ ընդդիմությունը ընտրություններում հաղթելու որևէ ռեալ շանս չի ունեցել։ Ես ուզում եմ խոսել նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին, այստեղ իհարկե թվեր հնչեցին, այն որ 18 թվականին մենք ժառանգել ենք մի բյուջե, որտեղ որ պատմամշակութային հուշարձանի պահպանման համար 127 միլիոն էր նախատեսված, հիմա թիվը 14 անգամ մեծ է, 1 միլիարդ 770 միլիոն, բայց ես նաև չալարեցի եւ 2025 թվականի պատմամշակութային հուշարձանների
վերականգնման համար եկեղեցիների ցանկ վերցրի, որը կրթության գիտության նախարարությունը հրապարակել էր, դրանք շատ են, ուրեմն դրանք նաև ներառում են ամրոցներ, պարիսպներ, իհարկե եկեղեցիներ, այն հայտնի Իրանցի եկեղեցին, որը այսպես հազիվ փրկվեց ընդդիմության շնորհիվ, ուզում հիշեցնել, շարժումը կոչվում էր Սրբազան եւ կառուցվել էր այս շարժումը Իրանցի եկեղեցու իբրև հանձնման շուրջ։ Եվ այստեղ մի միտք հնչեց, որ պարոն Աբրահամյան, եթե չեմ սխալվում, դուք ձեր ելույթում ասեցիք, պարոն Գաբրիելյանը արձագանքեց, բայց ես ուզում եմ հստակ ավելի թվային ցուցանիշով ասել, ասեցիք Հայաստանը, հայ արգելական Սուրբ եկեղեցուն բան չի տալի, միայն անցյալ տարի ուրեմն համագործակցությամբ 19 կրոնական բնույթի հուշարձաններ վերականգնվել են, որոնցից 9, միայն 9 անցյալ տարի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բալանսի վրա են եւ այդ հուշարձաններն են Ծաղկաձորի Կեչարիսի վանքը, Սոլակի Մայրավանքը, Հրազդանի Մաքրավանքը, Հարթավանի, ուրեմն վանքի Գավիթը, Հարթավանի Սուրբ Նշան եկեղեցին, Մեղրի Սուրբ Հովանես եկեղեցին, Ուշի վանական համալիրը, Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցին, Լուսաշողի Սուրբ Կարապետ վանքը եւ պետության ուրեմն պատկանող այլ հուշարձաններ եւ պարոն Ռուբինյանն էլ էր նկատել, որ կա հայտնի մի քահանա, ով իր էջով ակտիվ արձագանքում է մեզ, նաև գովազդում ձեր ֆրակցիայից падգամավորներից մեկին, իր ուշադրությունն եմ հրավիրում, որ նաև պետական ֆինանսավորմամբ է վերակառուցվել իր եկեղեցին եւ ինձ մոտ առնվազն քրիստոնեաբար հարց է առաջանում, թե ինչու նա շնորհակալ չէ առնվազն այս մի արարքի համար։ Եվ որ խոսում ենք հայապահպանման գործի մասին, ես նկատում եմ, որ բացի այս պատմամշակութային հուշարձանների ձեր կողմից խեղված տեղեկատվության, դուք նաև խոսում եք դասագրքի անվանափոխության մասին, խոսքը գնում է հայոց պատմությունը, Հայաստանի պատմություն դասագրքին, այս մասին խոսել է Տիկին Մաթևոսյանն, ում ես նույնպես ճանաչում եմ, իրար հետ աշխատել ենք Թաթոյանի ցուցակից ուրեմն ցուցակից Սարհատ Պետրոսյանի մոտ, ում ես շատ հարգում եմ ինչ օրս, չնայած որ ունենք 180 աստիճանի տարբեր քաղաքական հայացքներ, Տիկին Լենա Մաթևոսյանի նույնպես, չնայած որ ունենք տարբեր հայացքներ, հարգում եմ, կարծում եմ նորմալ մարդ եք, աշխատասեր մարդ եք եւ չեմ էլ կարծում, որ գործակալ եք, չեմ սա ասում, որ չեմ կարծում։ Վստահ եմ, որ այն միտքը, որ արտաբերել եք, ձեր սեփական միտքն է։ Դուք կարծում եք, որ մենք այսպես ոչ հայանպաստ աշխատանք ենք անում եւ որ հայոց պատմության դասագիրքը վերանվանում ենք Հայաստանի պատմություն, այս միտքը կայսրությունից Հայաստան ներմուծված միտք է։ Ինչն էր նպատակը անունը դասագրքի ասել հայոց։ Սա հերթական ազգ է, հասկանում եք, կայսրության տեսակետից սա հերթական ազգ է։ Ռուսաստանի Դաշնության կազմում այսպիսի հերթական ազգեր շատ կան։ Ինչ ենք մենք ասում։ Մենք ասում ենք աշխարհում առհասարակ 3000-ից 5000 էթնիկ խմբեր կան, բայց միայն 195-ին տրված է այն մեծագույն առաքելությունը վերածվել ժողովրդի եւ ունենալ պետություն։ Եվ դպրոցում, եւ որ երեխան սովորել է հայոց պատմություն, ինքը պիտի հասկանա, որ այն տանջանքները, զրկանքները, որ հայ ժողովուրդը կրել է հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, դրա հանգրվանն է, որ այսօր ժողովուրդ մենք ունենք հանրապետություն։ Դա մեծագույն պատիվ է, եւ հայոց պատմությունը պետք է դասավանդվի հենց այս տրամաբանությամբ։ Ես ուզում եմ, որ իմ երեխան սովորի հայոց պատմություն հենց այս մտքով, որ իրեն, իր նախնիները ժառանգել են պետություն եւ մեր առաքելությունն է պահել։ Եվ ես առաջարկում եմ այս դալիճում չվերարտադրել կայսրության կողմից մեզ բարձրադրված այս միտքը, ոչ սա հերթական ժողովրդի ազգի, ոչ ժողովուրդը սահմանադրական սուբյեկտ է։ Սա հերթական էթնիկ խմբի պատմության դասագիրք չէ։ Սա Հայաստանի պատմությունն է։ Ազգը անցել է տառապանքների միջով եւ այժմ մենք ունենք պատիվ կոչվելու Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար